Երևանը կրկին դարձել է տարածաշրջանի տեխնոլոգիական և ֆինանսական թեմաների քննարկման կենտրոնը։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum-ն այս տարի համախմբել է շուրջ 30 տեղական ու միջազգային խոսնակների 9 երկրից, քննարկելու թվային տնտեսության ապագան և պլատֆորմների ու տնտեսությունների միավորման հեռանկարները։ Doing Digital-ը ինքնին կամուրջ է, եւ հենց այդ կամրջի վրա է, որ ապագան այլևս պարզապես քննարկում չէ, այն որոշում է, այն գործողություն է, այն մենք ենք։ Doing Digital Forum 2026-ը հայտարարում եմ բացված։ Միջոցառման հանդիսավոր բացմանը գաղափարակիր ելույթներով հանդես եկան Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Միջոցառման օրակարգը հագեցած էր բովանդակային ելույթներով ու պանելային քննարկումներով, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց բաց ֆինանսներին, թվային ինքնության վերաիմաստավորմանն ու վճարային նոր ենթակառուցվածքների ձևավորմանը։ Քննարկումների առանցքում էին նաև թվային ենթակառուցվածքների և իրական տնտեսության սերտ կապը, արհեստական բանականության ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցությունը, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների արդյունավետ փոխկապակցումը, ինչպես նաև թվային փոխգործելիության միջոցով արևելքի ու արևմուտքի միջև նոր կամուրջների ստեղծման հեռանկարները։ Միջոցառման կազմակերպիչ Spring PR ընկերության համահիմնադիր Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով Հայաստանն ունի մեծ ներուժ դառնալու կամուրջ տնտեսությունների և տեխնոլոգիաների միջև։ Այսօր աշխարհը գնում է նրան, որ կազմակերպությունը պետք է դառնա AI կրող կամ AI native կազմակերպություն, ընկերություն, որպեսզի կարողանա այս մրցակցությանը դիմադրել, որովհետև աշխարհը գնում է այդ ուղղությամբ, այսօր արհեստական բանականության ագենտների օգտագործումը ամենուր է, եւ մենք նաեւ փորձում ենք մեր երկրում աշխատող ընկերություններուն, տարածաշրջանում աշխատող ընկերություններին ներկայացնել այն բոլոր գործիքները եւ այն բոլոր փուլերը, որով պետք է անցնի կազմակերպությունը, որպեսզի մնա մրցունակ։ Հիմնական մեր մեսեջն այն է, որ այսօր Հայաստանը ոչ թե կարող է, ուզում է, պետք է, այլ Հայաստանը իրոք կամրջում է եւ Doing Digital Forum-ի բոլոր մեր մասնակիցները, բոլոր այն ընկերությունները, ովքեր ժամանել են տարբեր երկրներից, դա ապացուցում է։ Ֆորումի հատուկ հյուրը Ant International-ի ավագ փոխնախագահ եւ կայուն զարգացման գծով տնօրեն Լեյմինգ Չենն էր։ Ֆորումի հիմնական խոսնակների թվում էին ոլորտային այնպիսի հսկաների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Amazon Web Services Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության հիմնադիր Դիրկ Օլմայերը, Visa CC-ի փոխնախագահ Օլեքսանդր Յաբլունիսկին եւ այլոք։ Amazon Web Services Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան վստահ է, այնինչ մենք մինչ օրս հասկանում էինք թվային փոխակերպում ասելով, այլևս բավարար չէ ժամանակակից տեմպերին համապատասխանելու համար։ Ես չէի վախենա այն մտքից, որ արհեստական բանականությունը կխլի իմ աշխատանքը։ Փոխարենը մենք պետք է սովորենք կիրառել այն։ Սա նախ եւ առաջ մտածելակերպի փոփոխություն է եւ նոր հմտությունների տիրապետում։ Doing Digital Forum-ը հենց այն հարթակն է, որտեղ մենք կարող ենք բացել այս քննարկումները, որպեսզի մարդիկ եւ ընկերությունները սկսեն փոխել իրենց մտածելակերպը նոր տեխնոլոգիաների հանդեպ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է ստանձնել այդ առաջնորդի դերը։ Ֆորումի խոսնակ Վրաստանի ազգային բանկի ֆինանսական եւ վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման ղեկավար Վարլամ Էբանոիձեի խոսքով բաց ֆինանսների գլխավոր նպատակը մրցակցության խթանումն է։ DDF-ի առանցքում համագործակցությունն է եւ չափազանց կարեւոր է մտածել Հայաստանի ու Վրաստանի միջև թվային փոխգործելիության մասին։ Օրինակ, երբ QR կոդերը ստանդարտացվեն երկու երկրների միջև, դա կարող է խթանել զբոսաշրջությունը։ Դուք Հայաստանում կամ Վրաստանում վճարում եք այնպես, ինչպես տեղական վճարումը, ինչը շատ ավելի էժան է, եթե QR կոդերը ստանդարտացված են։ Մենք արդեն իսկ սերտ համագործակցում ենք ՀՀ կենտրոնական բանկի հետ եւ հենց վաղը հանդիպում ունենք այնտեղ քննարկելու կոնկրետ քայլեր։ DDF-ը հենց այն հարթակն է, որտեղ հանդիպում են քաղաքականություն մշակողներն ու մասնավոր հատվածը, կառուցելու այդ կարևորագույն կամուրջը։ Just Better ընկերության հիմնադիր Դիրկ Օլմայերը կոչ արեց բիզնեսի ղեկավարներին համարձակորեն ընդունել արհեստական բանականության մարտահրավերները։ Հայաստանն այսօր ունի հզոր ներուժ, 4 միլիարդի հասնող ներդրումներ եւ ձևավորվող ԱԲ էկոհամակարգ։ Հարցն այն է, արդյոք դուք կպաշտպանեք հինը, թե կկառուցեք նորը։ Երևանի առաջնորդները կարող են դառնալ շատ ավելի լավը, քան աշխարհի մյուս ղեկավարները, եթե փոխեն իրենց մտածելակերպը եւ սկսեն փորձարկել հենց հիմա։
Յուրաքանչյուր տարի DDF-ն անդրադառնում է ամենաարդիական տեխնոլոգիական լուծումներին ու տնտեսական միտումներին։ Ֆորումը ոչ միայն ներկայացնում է համաշխարհային նորարարությունները, այլև դառնում է դինամիկ միջավայր, որտեղ ծնվում են ապագայի տնտեսությանը միտված կարևորագույն քննարկումներն ու գաղափարները։ Ֆորումի այս տարվա գործընկերներն էին Visa-ն, IMID-ն, AEDA-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Freedom Broker Armenian։ Մեկնարկից ի վեր Doing Digital Armenian հյուրընկալել է շուրջ 4000 մասնակցի եւ 90 խոսնակի։ Միջոցառումը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը, ներառելով ներկայացուցիչներ նորանոր երկրներից։